Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամա եւ այս պահին արդեն ուսումնասիրում ենք 3-րդ երկի 8-րդ գլուխը։ Ես կկարդամ մեր հերթական տեքստերը, եւ մենք կշարունակենք մեր քննարկումը։ Եվ այսպես ուրեմն 8-րդ գլուխ, կներեք, ես մի հատ բացեմ, 8-րդ գլուխ 4-րդ տեքստից Այդ ժամանակ Տեր Սանկարշանան մտահոգված էր իր բարձրագույն տիրոջ մասին, այն տիրոջ, ում իմաստունները անվանում են Վասուդև։ Սակայն ցանկանալով օգնել մեծ իմաստուններին հասնել կատարելության, նա մի փոքր բացեց իր շուշանանման աչքերը։ Իմաստունները իջան բարձրագույն մոլորակներից դեպի տիեզերքի հատակը, Գանգես գետի ջրերով, այդ պատճառով նրանց գլխի մազերը խոնավ էին։ Նրանք դիպան տիրոջ նռնակարներին, որոնց երկրպագում և զոհաբերություններ են մատուցում օձերի արքայի դուստրերը, ցանկանալով գտնել արժանի ամուսին։ Տիրոջ տրասցենդենտալ խաղերի մասին լսելով Սանաթ Կումարայի գլխավորությամբ Կումար եղբայրները սկսեցին ներշնչված գովաբանել տիրոջը սիրով և անկեղծությամբ լի բարձրաշունչ բանաստեղծություններով։ Նրանց լսելով Տեր Սանկարշանան բարձրացրեց իր հազարավոր թագաշապիկները և նրա գլուխներին շողացող թանկարժեք քարերը զարմանալի լույսով ու ողողեցին ողջ շրջակայքը։ Ուրեմն անցյալ անգամ մենք ձեզ հետ խոսեցինք դրա մասին, որ իրականում այս տեքստերում մենք ստացանք երկու հերոսներ, Սանկարշանան եւ Վասուդևան։ Ես քննարկեցի ձեզ հետ Վասուդևայի եւ Սանկարշանայի անունների բացատրությունը, չէ՞։ Մենք խոսեցինք դրա մասին, որ Սանկարշանան դա ուրեմն իրականում, այսպես էլի, դեպի Գերագույն Աստված քաշող էներգիան է, ինքը բառը, անվան բառը ինքը կազմված է, ուրեմն crush, այսինքն բան էլի քաշել կամ ծկել, ուրեմն խոսքից, սան բանը պրիստավկա, ինքը նշանակում է միասին, այսպես լիարժեք, միավորող եւ վերջաբանությունը ինքը ուրեմն իրար հետ միասին, երբ որ կազմում է Սանկարշանա անունը, դա նշանակում է, կարելի է թարգմանել, նա ով ուրեմն քաշում է դեպի իրան ամեն ինչ, այսինքն նա ով միավորում է, նա ով հավաքում է, նա ով հրապուրում է կենդանի էակներին դեպի Գերագույն Աստծո ազնվորություն։ Մենք խոսեցինք նաև նրա մասին, որ Սանկարշանան ինքը նաև կարող է ավիրել ամբողջ արարչագործությունը, այն բանով, որ կարող է քաշել իր մեջ ամբողջ արտահայտված նյութական աշխարհը, եւ եթե մենք արդեն վերցնում ենք այդ կերպարը որպես փիլիսոփայական իմաստ, ապա Սանկարշանան ինքը ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նկարագրվում է որպես 4 կարևորագույն մարմնավորումներ, դրանցից առաջինները հենց Վասուդևա եւ Սանկարշանան են։ Եվ ես անցյալ անգամ ասեցի, որ հաջորդը դա Պրադյումնան ու Անիրութան են, եւ Պրադյումնայի ու Անիրութայի մասին մենք դες հետ կխոսենք այն ժամանակ, երբ որ այս 4-ը իրար հետ կդիտարկվեն։ Այդպիսի տեքստեր մեզ շուտով սպասում են, չէ՞։ Ուրեմն Սանկարշանան դա ահռելի մեծ օձ է, որի վրա իրականում ըստ արիացիների պառկած է նյութական աշխարհի արարիչը։ Ինքը մարմնավորում է ուրեմն աստվածային ուժը, որովհետև արարիչը, որը ինքը
պարկած է այդ օծի վրա, արարիչը ինքը նյութական աշխարհում առաքինության գոյավիճակի տիրակալն է, իսկ առաքինության գոյավիճակը դա համագործակցության, միաբանության, ուրեմն սկզբունքն է, չէ՞, եւ այդ սկզբունքը ինքը պարկած է Սանկարշանայի վրա, այդ ձգողականության ուժի վրա, չէ՞, եւ ուրեմն Սանկարշանան ինքը իրականում, ինչպես եւ արարիչը նրա վրա նստած առաքինության գոյավիճակի շնորհիվ, չէ, կենդանի ակներին դուրս է բերում այդ մահվան ծնոտների շրջապտույտից, չէ, բայց դա անում է միայն այն ժամանակ, երբ որ կենդանիակը ինքը սկսում է ձգտել դեպի բացարձակ ճշմարտությունը, այսինքն երբ որ ինքը իր մեջ, հա, քայլեր է կատարում, որպեսզի դուրս գա բանից այդ իր անհատական ուրեմն относительный հարաբերական ճշմարտությունից, հա, եւ ձգտի դեպի բացարձակ ճշմարտությունը։ Իհարկե կան մարդիկ, որոնք իրենք համարում են, որ իրականում բացարձակ ճշմարտություն չկա, որ իրականում այս աշխարհում գոյություն ունի միայն հարաբերական ճշմարտությունը եւ ամեն մեկը այս աշխարհը տեսնում է յուրովի, բայց իրականությունը ինքը այլ է, կա բացարձակ ճշմարտություն, որովհետեւ ինքը բնությունը, ինքը այս աշխարհը գոյություն ունի անկախ նրանից, թե կենդանի ակները ինչպիսին են իրան ընկալում, եւ սա բացարձակ ճշմարտությունն է, որը ունի իր օրինաչափությունները, իր իմաստը, իր նախասահմանումը։ Այո, իհարկե, ամեն մի կենդանիակ, ես սովորաբար դա պատկերավոր եմ ասում, որ ամեն մի կենդանիակ ինքը իր աչքերի վրա ունի ակնոցներ, որի ապակիները յուրահատուկ գույնով են ներկված։ Այսինքն դա այն գունաներն են, որի մեջով կենդանիակը նայում է այս աշխարհին, եւ իհարկե իր համար ճշմարտությունը դառնում է ուրեմն անհատական։ Եվ մենք պետք է հասկանանք, չէ, որ Սանկարշանան ինքը հաստատված է բացարձակ ճշմարտության մեջ, հա, եւ ուրեմն ինքը այդ ուժն է, որը կարող է կենդանիակներին այդ շրջապտույտից դուրս բերել եւ անում է դա միայն եւ միայն այդ պայմանում, երբ որ կենդանիակը սկսում է հետաքրքրվել բացարձակ ճշմարտությունով, այսինքն անկախ իր կապվածություններից եւ անկախ իր ատելություններից։ Հիմա երկրորդ կերպարը դա Վասուդևն էր, որը մենք անցյալ անգամ նույնպես տեսეთ քննարկեցինք, հիմա մի փոքր կրկնենք, որովհետեւ նորից այդ հերոսների մասին է խոսքը եւ կշարունակենք արդեն մեր այսօրվա տեքստերը, չէ՞։ Վասուդևան սովորաբար ես անցյալ անգամ ասեցի, որ Վասուդևան ինքը Տեր Շրի Կրիշնայի հայրն է։ Որպես մարմնավորում ինքը հոգևոր գիտելիքի, ուրեմն ինքը հոգևոր ուսուցիչն է, իմенно հոգևոր գիտելիքի ուսումնասիրության, այսինքն ինքը փիլիսոփայության մասի, որտեղ հոգևոր գիտելիքը ինքը բաղկացած է երկու մասից։ Առաջինը դա փիլիսոփայությունն է։ Եվ առանց փիլիսոփայության հիմքի կենդանիակը չի կարող շարժվի առաջ։ Երկրորդը դա հոգևոր հոգեբանությունն է։ Առանց հոգևոր հոգեբանությունը իմանալու կենդանիակը չի կարող մտնել հոգևոր աշխարհ։ Սա է արիացիների համոզմունքը։ Եվ Վասուդևան ինքը այ փիլիսոփայության, հոգևոր գիտելիքի փիլիսոփայության մասի հոգևոր ուսուցչի մարմնավորումն է։ Ուրեմն, եւ իսկ ֆիզիկապես, երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը եկավ մեր մոլորակ, Վասուդևան ինքը նրա հայրն էր, հա։ Եվ երբ որ ասում են Վասուդևա, որտեղ իրականում հորը կոչում են Վասուդև, առանց այի, հա։ Իսկ երբ որ ասվում է Վասուդևա, դա նշանակում է Վասուդևի որդին, հա։ Եվ ուրեմն երբ որ մենք քննարկում ենք արդեն թե բառը ինքը
ինչ արմատներից է բաղկանում, ապա բաղկացած, ապա վասու բառը դա նշանակում, մենք անցյալ անգամ ասեցինք, դա նշանակում է կյանք, նշանակում է լույս, նշանակում է հարստություն եւ շատ կարեւոր է նշանակում է ներկայություն։ Դևը դա աստվածություն է։ Դևա բառը ինքն ընդհանրապես նշանակում է կիսաստված, ուրեմն դա աստվածություն է եւ կամ կարելի է ընկալել որպես բանել էս լուսավորող կենթանեակ, сияющее существо, հա։ Հիմա ուրեմն այսպես, եթե վերցնում ենք արտաքինից, երբ որ ասվում է Վասուդևա բառը, դա նշանակում է Տեր Շրի Կրիշնան Վասուդևայի որդին, հա, այսինքն ցույց է տալիս, թե Գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ եկել է մեր մոլորակ, ինքը որ ընտանիքում է ընդհանրապես հայտնվել։ Փիլիսոփայական տեսանկյունից, սա, երբ որ ասվում է Վասուդևա, միշտ նկատի ունվի, որ պրիսուսթվի այդ ներկայությունը, որ Վասուդևան ինքը այն անձնավորությունն է, որը տրանսցենդենտալ գիտելիքի հիմքի վրա, ուրեմն բան է, պարամատմայի, էլի, ինքը ներկա է բոլոր կենդանի էակների մեջ, չէ՞, որովհետև այդ վաս բանը, արմատը, ինքը համել նշանակում է այդ էլի, որ պրիսուսթվի է, որ ինքը ներկա է, որ ինքը այդտեղ բան, ապրում է, եթե այսպես կարելի է ասել, էլի, հա, հիմա, բայց մյուս կողմից Վասուդևա անունը ինքը ցույց է տալիս այն ազնվորությանը, որը ինքը ամեն ինչի մեջ է, հա, բայց եւ հակառակն էլ է ճիշտ, ամեն ինչն էլ իր մեջ է, հա, եւ հիմա, ուրեմն Վասուդևը ինքը բոլոր մնացած, հատկապես նյութական, հա, բոլոր մնացած բաների, ձևերի եւ Սանկարշանայի, եւ Պրադյումնայի, եւ Անիրութայի հիմքն է, կամ աղբյուրը, հա, եւ Վասուդևը ինքը ընդհանրապես, կարելի է այսպես, եթե պատկերավոր ասենք, կարելի է նմանացնել օվկիանոսի, հա, որի մեջ արտացոլվում են ընդհանրապես բոլոր աշխարհները։ Մենք անցյալ անգամ այսպես փորձեցինք բան անել, ընդհանրացնել, հա, որ Սանկարշանան դա այն ուժն է, որը ինքը ձգում է կենդանեակին հետ դեպի Գերագույն Աստծո անձնավորությունը, իսկ Վասուդևը դա այն կենտրոնն է, ասենք Սանկարշանան ինքը տանում է կենդանեակին դեպի կենտրոն, չէ, իսկ Վասուդևան հենց այդ կենտրոնն է, դեպի ում ուրեմն Սանկարշանն տալիս է, եւ Վասուդևը ինքը բարկած է, հա, եւ հիմա ուրեմն այսօրվա մեր տեքստերը, չէ, իրանք հնչեցին, ես արդեն կարդացի այդ տեքստերը, եւ սրանք շատ հետաքրքիր տեքստեր են։ Առաջի տեքստը, որը մենք այսօր կարդացինք, ինքը ուրեմն իմաստունների մասին էր, չէ, որ իմաստունները իրանք իջան բարձրագույն մոլորակներից դեպի տիեզերքի հատակը Գանգես գետի ջրերով, եւ այդ պատճառով նրանց մազերը ուրեմն լրիվ թաց էին։ Նրանք դիպան Տիրոջ ուրեմն բանին, նռնակայլերին, որոնց երկրպագում եւ զոհաբերություններ են պատուցում օձերի արքայի դուստրերը, ցանկանալով գտնել արժանի ամուսիններ։ Հիմա այստեղ մենք տեսեք, ուրեմն արդեն ստանում ենք շատ հետաքրքիր թեմաներ, առաջի թեման դա իմաստունների թեմաներն են, չէ, երկրորդը դա այն հանգամանքն է, որ իմաստունները իրանք իջան դեպի Սանկարշանա, այսինքն եթե մենք վերցնում ենք ֆիզիկապես, չէ, այստեղ շատ հետաքրքիր թեմա է քննարկվում։ Այստեղ քննարկվում է մի թեմա, որտեղ ցույց է տրվում, որ արիացիների քաղաքակրթության իմաստունները իրանք կարողանում էին առանց թռչող սարքերի, ուրեմն բաներ անել, էլի պուտեշեստվեց, շրջագայել աշխարհով տիեզերքով մեկ, ոչ թե աշխարհով մեկ, որովհետև ընդհանրապես համարվում է, որ Գանգես գետը ինքը ծորում է ամբողջ աշխարհով մեկ, ամբողջ տիեզերքով մեկ։ Մենք դեռ այդ պատմությունը կունենանք, թե ընդհանրապես ինչպես է հայտնվել Գանգեսը, չէ,
Եթե մենք արդեն վերցնում ենք միայն մեր մոլորակը, տեսեք, ասենք, չկան այդպիսի գետեր, որոնք իրենք հայտարարված են որպես ազատագրող պարգևող գետեր։ Ինչ համար, որովհետև հիմնականում իրական հոգևոր գիտելիքը, իսկ դա նշանակում է, որ իրական հոգևոր զարգացում ունենալու շանսերը իրենք գտնվում են Հնդկաստանի տարածքում, այսինքն դա վեդաներն են, դա ուպանիշադներն են, դա ուրեմն պուրանաներն են եւ դա Բհագավատամն է։ Հիմա տրանսցենդենտալ գիտելիքի շնորհիվ կենդանիակը ինքը կարող է ռեալ ազատագրում ստանալ նյութական աշխարհի ազդեցությունից։ Ես շատ եմ խոսում դրա մասին, որ իրականում երբ որ մենք խոսում ենք արիացիների սուրբ գրվածքների ժառանգության մասին, մենք խոսում ենք մի գաղափարախոսության մասին, որը միակն է, ով ընդհանրապես մոտենում է այս արդեն ազատագրում, հոգևոր մարմնի ստացում եւ հոգևոր աշխարհ վերադառնալու արվեստը կամ այդ բանը էլի, այդ մշակույթը, այդ խորությունը, այդ գիտելիքը, սա միակ գաղափարախոսությունն է, որը ուրեմն մտնում է այդ դաշտը։ Մնացած ոչ մի սուրբ գրվածքներ այս դաշտը ընդհանրապես, դուք այսպես 2-3 խոսքով են քննարկում, այսպես ասենք էլի, որ ասենք, որտեղ ես ոչ մի վիրավորանք հասցնելու նպատակ չունեմ, մենք ընդամենը փորձում ենք օբյեկտիվ գնահատական տալ, չէ՞։ Ուրեմն այստեղ ասվեց մի շատ կարևոր հետաքրքիր բան, որ իմաստունները իրենք Գանգեսի մեջով, ուրեմն անցնելով անցան եւ հասան Սանկարշանային։ Հիմա ուրեմն այստեղ ինքը շատ կարևոր սիմվոլ է։ Ինչի մասին է խոսքը։ Սիմվոլը ինքը տեսեք կայանում է, չէ՞, նրանում, որ իմաստունները, հիմա Գանգեսը, մենք ձեզ հետ արդեն խոսել ենք դրա մասին, եթե ճիշտ եմ հիշում, որ Գանգեսը ինքը ազատագրում պարգևող գետն է։ Երբ որ Գանգեսը ինքը մտնում է նյութական աշխարհ, չէ՞, իրա այդ բանը, այդ հոսելու ուժը այնպիսի հզորություն է ունենում, չէ՞, որ կարիք է լինում, որ ինչ-որ մեկը նրա այդ պատոկները զսպի եւ ոչ մեկ չի կարողանում իրա վրա վերցնի Գանգեսի այդ հզորությունը։ Եվ այդ ժամանակ Տեր Շիվան է գալիս եւ նստում է այն կետը, որտեղից որ արիացիները իրենք ասում են, որ տիեզերքը ինքը ձուի նման փակած է, հա, ինչպես ասենք, այ ձուի մեջ սպիտակուստու դեղնուցն է, այդպես տիեզերքները փակված են այդ ձվի մեջ։ Հիմա այդ ձուն ինքը ունի իրա բանը, էլի այդ պլենկան, որով այդ բան ջրերը, տիեզերական ջրերը, իրանք չեն բան չեն անում, էլի չեն մտնում բանի մեջ, տարածքի մեջ, չէ՞։ Եվ Գանգեսը ինքը առաջանում է, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը, այդ պատմությունը մենք դեռ կանցնենք, այդտեղ մանրամասը կքննարկենք, ոտքով դիպչում է այդ թաղանթին եւ այդ թաղանթը ծակվում է։ Եվ այդտեղից Գանգեսը սկսում է հոսել, հա, ու ոչ մեկ չի կարողանում իր առաջը կանգնել։ Եվ այդտեղ Շիվան գալիս է եւ նստում է այդ հոսքի տակ, հա, այսինքն այդ հոսքերը խփում են Շիվայի գլխին, ուսերին, հա, եւ դանդաղում են, այնպես որ չվնասեն նյութական աշխարհին։ Հիմա, իսկ ով է Տեր Շիվան։ Տեր Շիվան դա Գերագույն Աստծո անձնավորության նա ոչ միայն ազատագրում տվողն է, հա, որտեղ ինքն էլ բան է, չէ, նյութական աշխարհի տիրակալն է, ինքը միստիկական ուժերի, ուրեմն հիմքն է, բոլոր միստիկական ուժերը անխտիր եւ բարձրագույն եւ ցածր եւ չգիտեմ տարբեր գոյավիճակների մեջ ներկա բոլոր միստիկական ուժերը իրանք իրականում պատկանում են Տեր Շիվային, հա, եւ Տեր Շիվան ինքը ամենացածր ընկած հոգիներից ուրեմն ծառայություն ընդունողն է։ Հիմա
ամենանկացել այդ որ ամենաարատավոր բնությունը ունեն եւ ինքը դա անում է հենց այդ տրամադրությամբ որ ինքը նախանձից ազատ է հիմա տեսեք սիրելիներս չէ եւ այս Շիվայի օրինակ ինձ համար Շիվայի ամենակարևոր բանը որակը դա նա է որ ինքը Գերագույն Աստծո ազնվորության նախանձից ազատ սկզբունքն է, ինչու է դա շատ կարևոր։ Դա կարևոր է, որովհետև Տեր Շիվան է ավիրում նյութական աշխարհը, չէ՞։ Եվ ընդհանրապես ցանկացած ավիրման process-ներ իրանք նկարագրվում են որպես process-ներ, որը հենված է նախանձի վրա։ Ամեն անգամ, երբ որ մի կենդանի էակ, մյուս կենդանի էակի հանդեպ ինչ-որ բռնություն է գործում, ինքը իրականում այդ կենդանի էակի ինչ-որ մի բանին շատ խիստ նախանձում է։ Հասկանում եք։ Եվ տեսեք ասենք, չէ, հիմա այդ իմաստով, չէ, Տեր Շիվան ինքը ավիրում է նյութական աշխարհը եւ շատ կարեւոր է որպեսզի մենք հասկանանք, որ ինքը այդ ավիրման գործողությունները նախանձից չի, որ իրականացնում է։ Հասկանում եք, սա իրականում շատ կարեւոր կետ է, որ ինքը նախանձից չի, որ իրականացնում է, ուրեմն նյութական աշխարհի ավիրումը, չէ՞։ Եվ հենց ինքը, տեսեք, Գանգեսը ազատագրում տվող կետ է։ Ուրեմն ազատագրման սկզբունքը, չէ՞, ինքը այդ իր հոսքը խփում է ուժը, որ ինքը կարող է ուղղակի ավերիչ ուժ ունենալ, չէ՞։ Ինքը այդտեղ խփում է, ընկնում է Տեր Շիվայի գլխին եւ իր ուսերին, եւ հետո նոր իր միջոցով, այսպես բաներ, տարածվեց ու դուրս է գալիս արդեն տիեզերք, չէ՞։ Եվ դա, այսինքն որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ազատագրման ճանապարհ է բացում, ազատագրման հնարավորություն է տալիս կենդանիակներին, որովհետև ինքը նախանձից ազատ է։ Եվ հիմա տեսեք Իքսանկարշանը ինքը այն սկզբունքն է, որը տանում է կենդանիակներին դեպի Գերագույն Աստծո ազնվորությունը։ Եվ հիմա ինչ խոսացվեց այս տեսանկյունից իմաստունների մասին, չէ՞։ Ուրեմն այստեղ ասվեց, որ իմաստունների մազերը թաց էին, որովհետև իրանք Գանգեսի միջոցով էին եկել հասել Սանկարշանային, չէ՞։ Այսինքն մի կողմից այս տեքստը, չէ, ինքը ինչ է ցույց տալիս, որ իմաստունները իջան դեպի Սանկարշանա, այսինքն սա ցույց է տալիս, որ վերևը եւ պատկերավոր ասած էլի, որ վերևը եւ ներքևը իրանք միացած են, հա։ Հիմա եւ ինչի համար էին իրանք այդտեղ իջել, որպեսզի Սանկարշանային հարցնեն Վասուդևայի մասին, հա, ինչ ստացվեց, իմաստունները իրանք խորասուզվում են գիտելիք բանի մեջ, այդ ազատագրման նպատակի մեջ, չէ, Գանգեսի մեջ, խորասուզվում են այդտեղ, հա, եւ այդ խորասուզվելու հաշվին գալիս են հասնում են դեպի Գերագույն Աստծո ազնվորությունը տանող իրանց մեջ այդ ուժն են զարթացնում, Սանկարշանային են զարթացնում, հա, եւ այդ ժամանակ իրանք արդեն հասնելով Սանկարշանային կարողանում են գիտելիք հայտարարել Գերագույն Աստծո ազնվորության մասին, չէ՞։ Հիմա արդեն ասենք եթե մենք ուղղակի հոգեբանորեն եթե մենք հոգեբանական բանով ենք նայում, ուրեմն այսա է դուրս գալիս, էլի, որ Գանգեսը ինքը բանն էր, որ ազատագրման սկզբունքը ինքը կանալն էր, որի միջոցով կենդանիակը ինքը կարող է դուրս գալ դեպի բարձրյալին, այսինքն դեպի Գերագույն Աստծո ազնվորությանը, հա։ Թաց մազերը, նու ընդհանրապես երբ որ կենդանիակը ինքը խորասուզվում է ինչ որ մի ջրի մեջ, չէ, ջուրը ինքը մաքրագործող հատկություն ունի։
Եվ դա նշանակում է, որ կենդանիակը ինքը մաքրվում է, չէ՞։ Հիմա նույնպես էլ թասմազերը իրանք ցույց են տալիս, որ կենդանիակը ինքը մաքրագործման process է անցել, կոպիտ ասած, ոտքից գլուխ, որտեղ իրանք ոչ թե գանգեսի մեջ ուղղակի այսպես լողանում էին, եւ այդ ժամանակ իրանք դուրս կգային համարյա 4 մազերով, իսկ կամ լրիվ 4, եթե կապած լինեին մազերը, իսկ իմաստունների մազերը միշտ երկար էր։ Իմաստունները իրենք երբեք չէին կտրում իրանց մազերը եւ մորուքները, եւ իրանց մորուքն ու մազերը ցույց էին տալիս, թե իրանք քանի տարի են արդեն հրաժարման, ինչքան վաղուց են հրաժարման մեջ։ Հա, հիմա եւ իրանք երբ որ հասան Սանկարշանային, իրանք դիպչեցին ուրեմն Գերագույն Աստծո Սանկարշանայի ոտնաթաթերին։ Դե մի քիչ տարօրինակ է խոսալ օծի մասին եւ խոսալ ոտնաթաթերի մասին, չէ՞։ Բայց իրականում ասենք սա խոսում է նրա մասին, որ կենդանիակը, որը ինքը ազատագրման մեջով անցնելով հասնում է այն էներգիաներին, որ իրան պետք է տանի դեպի Աստված, այսինքն երբ որ իրան կպան իրան, դա նշանակում է, որ կենդանիակը ինքը հիմքի կարիք ունի, հասկանում եք, ինքը հիմքի կարիք ունի, որպեսի կարողանա շարժվի առաջ։ Եվ այստեղ այսպես միանգամից այսքան մասը նկարագրվեց, չէ, եւ միանգամից թեման փոխվեց եւ խոսակցությունը գնաց ուրեմն օծ թագավորների աղջիկների մասին, հա, որոնք իրանք խոնարհվում էին Սանկարշանային, որպեսզի լավ ամուսին ստանան։ Ընդհանրապես, երբ որ խոսքը գնում է կանանց մասին, կամ երեխաների, այսինքն աղջիկներ, տղաներ, չէ, խոսքը գնում է բանի մասին, էլի, ինչ որ մի process-ների, պտուղների մասին, չէ։ Հիմա տեսեք, ուրեմն այդ աղջիկները իրանք ինչ որ այնպիսի մի սկզբունքի բան են, այստեղ անուններ չկան, էլի, որովհետեւ մենք կարողանանք բան անենք, հետագայում կնայենք, էլի, հետագայում կլինեն։ Հիմա այստեղ դեռ որ, չեմ ուզում առաջ ընկնեմ, այստեղ դեռ որ մենք ստանում ենք մի շատ այսպես հետաքրքիր գաղափար, չէ, որովհետև իրականում օձերի թեման ինքը արիական քաղաքակրթության մեջ շատ զարգացած է, որովհետև արիական քաղաքակրթությունը այս պահին ուրեմն բան այսպես մնայուն մնացել է միայն Հնդկաստանում, չէ, ապա երբ որ անձնավորությունները իրանք գիտնականները կներեք երբ որ գիտնականները իրանք մտնում են այս գրվածքների տարածք, չէ, իրանք իհարկե խոսում են նրա մասին, որ սա խոսքը գնում է ընդհանրապես նրա մասին, որ մարդիկ իրենք ապրում են այնպիսի տարածքում, որտեղ կային Հնդկաստանում կան, շատ կան, օձերի բազմազանություն կա, հատկապես կոբրաների, հա, փղեր կան, ուրեմն որոշ տեղերում, որտեղ որ ծով է դուրս գալիս, դելֆիներ կարող են լինել, հա, եւ դրա բան կրյաներ, եւ դրա համար ասենք ինքը միֆոլոգիան էլ լիքը այդպիսի կերպարներ է իր մեջ պարունակում։ Եվ ասենք հույները իրանք կարող են ասել, որ աշխարհը ինքը հենված է դելֆիների վրա, հնդիկները կարող են ասել աշխարհը ինքը հենված է փղերի վրա, հա, այսինքն ով ինչ ամենաուժեղ բանը տեսել է իր բնության մեջ, դրա մասին էլ խոսել է։ Չենք վիճում աշխարհիկ գիտնականների հետ, իրենք արիացիները մի թեթև այլ կերպ են այդ ամեն ինչը մեկնաբանում, իսկ որովհետև մեզ հետաքրքիր է հոգևոր զարգացումը, ուրեմն մենք պետք է գնանք ոչ թե աշխարհիկ գիտնականների հասկացողության հետևից, այլ հոգևոր մարդկանց, հոգևոր հեղինակությունների հասկացողության հետևից, որպեսզի կարողանանք ստանանք հոգևոր արդյունք, որովհետև աշխարհիկ գիտնականները իրանք չեն կարող բերել հոգևոր արդյունքի, հասկանում եք։ Հիմա
ուրեմն օձը դա սանսկրիտ օձերին անվանում են կամ նագեր, կամ սարպաներ, կամ փոգաներ։ Ինքը մի կողմից օձերը շատ հաճախ օգտագործվում են որպես նյութական աշխարհի երկակիության սիմվոլ, որպես այդ թունավոր, վնաս մենք դեռ կտեսնենք, որ օձ կա, որ ինքը նախանձի մարմնավորումը կլինի, հա, բայց եւ նաեւ օձերը իրենք ուրեմն կքննարկվեն արական քաղաքակրթության մեջ որպես տրանսցենդենտալիզմի սկզբունք, ոնց որ հիմա Սանկարշանան է, չէ՞։ Եվ այս իմաստով շատ բազմազան է այն բանել, այն սիմվոլիկան, որը իր մեջ պարունակում են օձերը։ Հիմա ուրեմն արդեն երբ որ մենք խոսում ենք նախանձի մասին, դա նշանակում է, որ օձերը իրանց մեջ պարունակում են այսպես երկնային բառեր, երկնային թեմաները։ Երբ որ մենք խոսում ենք տրանսցենդենտալ օձերի մասին, այդ նշանակում է երկնային, այս երկրային լինի երկնային բառերը, չէ՞։ Հա։ Եվ օձը ինքը կարող է լինել թունավոր, բայց նույն իր թույնը կարող է փրկել կյանք։ Դա մեր ժամանակներում էլ չէ հայտնի։ Եվ ինքը մի կողմից ոնց որ այդ մահաբեր իմաստը կարող է ունենալ, բայց մյուս կողմից կարող է ունենալ անմահության, ուրեմն բան, էլի, չէ՞։ Այսինքն ինքը կարող է մարմնավորել միաժամանակ եւ ժամանակը, որը բերում է ժամանակավորություն եւ մահ, չէ, եւ հավերժություն։ Դրա համար օձը արիացիների սուրբ գրվածքներում երբեք չի քննարկվում որպես բաներ, այսպես սովորական կենդանիներ, հա։ Ինքը միշտ ինչ որ մի այդ բաները այդ երկակիության մեջ ինչ որ մի արխետիպի մասին է խոսվում, չէ՞։ Եթե մենք օրինակ դիտարկենք, թե ինչպես է քննարկվում օձը որպես ժամանակ կամ որպես ասահմանություն, չէ՞, ապա իրանք օրինակ կան երկու տեսաբան, կա Սանկարշանան, որին այլ կերպ կարող են կոչել Անանտաշեշը, չէ՞։ Կա Սանկարշանան, որը ինքը անսահմանություն է, բայց միաժամանակ ինքը բան է անում, էլի, որտեղ ինքը նյութական աշխարհին է վերաբերվում, ինքը արտահայտում է ուրեմն ժամանակավորը, մի կողմից արտահայտում է ժամանակավորը, բայց մյուս կողմից ինքը արտահայտում է այդ նյութական իրականության անփոփոխ հիմքը, այսինքն որ անփոփոխը դա գերագույն Աստծո անձնավորությունն է։ Հիմա ասվում է, որ ինքը այդ իր կոլցը, այդ որ այսպես պատտվում է, կներեք էլի հիմա հայերեն բառը չեմ գտնում, հա, այդ իր բաները, այդ կալցոնները, չէ՞, իրանք շատ հաճախ հեղինակությունների կողմից քննարկվում են որպես այդ ժամանակի ցիկլերի բան, էլի, ցիկլերը, որ ասենք այն պտվեց, եկավ, հիմա պտվեց, հետո պտվեց, այդ ինչպես է բանալում, ինչպես է ժամանակը աշխատում, էլի, որ ասենք ինքը ունի համ իր ճանապարհը ոնց որ, բայց համ էլ հետո կրկնվողը, հետո նորից կրկնվողը, հա, այդ սկզբունքը։ Ինքը նկարագրվում է Սանկարշանան սովորաբար, որ ինքը անթիվ անհամար գլուխներ ունի եւ նկարագրվում է, որ ինքը այդ բոլոր գլուխներով, այդտեղ որ Արարիչը երբ որ պարկում է այդ օձի վրա, չէ, ինքը այդ բոլոր գլուխներով այսպես իջնում է դեպի Գերագույն Աստծո անձնավորության գլուխը, չէ, երևի տեսել եք այդպիսի նկարներ, եւ շշնջում է իր ականջին, հա, բաներ Գերագույն Աստծո անձնավորության անսահման որակների մասին է խոսում այդ բոլոր գլուխներով, չէ՞։ Եվ ուրեմն դա հեսա երբ որ Կապիլադևանքը սկսի արարչագործությունը արդեն շատ մանրամասը բացատրել, այնտեղ այդ ամենը կքննարկենք, չէ՞։ Հիմա տեսեք, արիացիները իրանք այդ օձի գաղափարը համել մտցնում են մարդու մարմնի մեջ։ Կա այսպիսի մի հատ գաղափար, կունդալինի էներգիան, չէ՞։ Իրականում ասվում է, որ այդ էներգիան ինքը այդպես օձի նման կլորված է մարդու այս ամենաներկևում, հա, կողջիկ, ոնց այրեն,
պոչուկ, հա, այդ պոչուկի չակրայի մոտ ինքը այդպես կլորված է, չէ՞, եւ յոգերը իրանք այդ կունդալինին զարթնացնելով եւ իրան դեպի վերև տանելով գնում են դեպի ազատագրում։ Մեր ժամանակներում կա կունդալինի յոգա, որտեղ իհարկե մենք հիմարություն կլիներ ընդհանրապես հերքել, որ այդ process-ը ինքը ինչ որ մի արդյունք տալիս է, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ ինչպես եւ մնացած խաթխա յոգայում, այն մյուս, չգիտեմ, ռաջա յոգայում, կրիա յոգայում, էսիչ յոգայում, այդ յոգաների բազմազանությունը, որը հիմա կա եւ անջատել են իրարից, չէ՞, իսկ դա իրականում մի յոգա է եղել, կարծում եմ, որ այստեղ էլ մենք ունենք այդ իրականությունը, որ ինչ էլ որ հասնում են մեր ժամանակներում նրանք, ովքեր որ զբաղվում են կունդալինի յոգայով, իրանք այն արդյունքները չեն ստանում, որոնք ստանում էին արիացիները, չէ՞, հիմա, բայց բոլոր դեպքերում դա քննարկվում է որպես էներգիա, այսինքն որպես կենդանի էակի ունակություն, որը ինքը քնած է այդ բանը, նոր ասեցի, պոչուկում, հա, ողնաշարի պոչուկի մոտ, հա, եւ խոսած արիացիները իրանք ասում են, որ միայն մտքի եւ սրտի մաքրագործման արդյունքում է, որ այդ օծը ինքը զարթնում է, հա, եւ կենդանեակին բերում է դեպի ինքնաիրականացում, մինչեւ այստեղ այդ էներգիան, որ կարողացան բերեն մինչեւ սահասրարա ճակրա, դա բարձրագույն իրականացումն է, չէ՞, այսինքն այդ իմաստով, տեսեք, արիացիները իրանք դեպի արարիչը տանող էներգիան նորից նկարագրում են որպես օծ, այսինքն օծանման էներգիա է ինքը այդպես գլորված, նստած, չէ՞, հիմա, մյուս կողմից մենք ասեցինք, որ օծը ինքը թույնի կամ ճշմարտության ուրեմն կրողն է, որովհետև այդ նույն թույնով, եթե մարդը ինքը կարողանում է դեղ պատրաստել, մենք գիտենք, որ շատ դեղեր կան, որոնց մեջ օծի թույն կա, եւ այդ ժամանակ դա շատ օգնում է, չէ՞, հիմա, օծը պրոստը ֆիզիկապես ինքը կարող է լինել շատ վտանգավոր, չէ՞, որովհետև իր ատամների տակը թույն կա։ Արիացիները դա կարող են համեմատել կենդանի էակի սրտի մեջ գտնվող արատների հետ, հա, իրենք կարող են ասել, որ այ ոնց որ կենդանի էակը իր սրտի մեջ իր արատներն է կուտակում, փայփայում եւ կյանք տալիս, այդպես ուրեմն օծի ատամների տակ թույն է հավաքվում, չէ՞։ Բայց ինչպես ես արդեն ասեցի, միաժամանակ թույնը ինքը կարող է լինել շատ հզոր տեղ։ Մենք դեռ մի քիչ ավելի ուշ պատմություն կնայենք, չէ՞, որտեղ Տեր Շիվան ինքը տիեզերական թույնը կխմի եւ այդ թույնը կպահի իր կոկորդի մեջ, հա, եւ դրա համար է որ Տեր Շիվային մեկ-մեկ անվանում են կապույտակոկորտ, որտեվ այդ կոկորդը ինքը երբ որ հավաքում է թույնը իր կոկորդի մեջ, այդ թույնը ինքը կապտացնում է իր կոկորդը, հա, եւ այդ ժամանակ Տեր Շիվային ասում են Նիլականթա։ Հիմա, եւ դա նշանակում է, որ օծը ինքը կարող է լինել ճանապարհ, որը ինքը վտանգավոր է, բայց կարող է բերել ազատագրման, սա եթե Տեր Շիվայի հետ կապված, մենք հետագայում այդ պատմության մեջ սա շատ ավելի մանրամասը այս կետը կքննարկենք, չէ՞, հիմա, եւ կարելի է օծին, հա, նկարագրել որպես բան, այդ սակրավեննի, ինչ-որ կարևոր բանի պահապան, չէ՞, եւ այդ ժամանակ օծերին արիացիները իրանք կոչում են նագա, այսինքն նագեր, հա, նրանք այդպիսի օծերը իրանք հոգևորի այդ հոգևոր գանձերի պահապաններն են, չէ, եւ օրինակ բարիս բուն իմաստով նույնպես, երևի թե բոլորդ գիտեք, որ Հնդկաստանում դա շատ տարածված բան է, երբ որ փլատակներում ինչ-որ այդ հներից եկած հարստություններ են գտնում, շատ հաճախ այդ հարստությունների վրա նստած են օծերը,
իրանք պահապաններն են այդ հարստության։ Այն նույն ձևի հայրացիները իրենք համարում են, որ կանոցեր, որոնք իրանք հոգևոր գանձերի պահապաններն են։ Եվ այդ իմաստով այս ուրեմն օծերի աղջիկները, չէ՞, իրանք ուղակի բաներ չեն, էլի ուղակի հենց այնպես ազնվորություններ չեն, չէ՞։ Կինը ինքը միշտ նվիրվածության սկզբունքն է։ Հա? Եվ հիմա տեսեք այդ նվիրվածության պոտենցիան, այսինքն բայց օծերից ծնված, հասկանում եք, այսինքն օծը ինքը եւ թունավոր է եւ իմաստուն, չէ՞։ Այդ իր իմաստուն կողմով ինքը կարող է տալ այդ սկզբունքը կանացի հավատարմության։ Եվ այդ կանացի հավատարմության սկզբունքը ինքը եկել է կոպիտ ասած գլխավոր օծի մոտ Սանկարշանայի, որը տիեզերքի առաջին է պահում իր վրա։ Որ լավ ամուսին ստանա։ Իսկ ամուսինը դա միշտ բանականությունն է։ Հա? Ուրեմն կինը դա նվիրվածությունն է։ Եվ նվիրվածությունը ինքը կարիք ունի, հա, կարիք ունի ստանալ իմաստություն, որպեսզի այդ իմաստությունը, այդ հավատարմությունն ու իմաստությունը իրար հետ միանան, հա, եւ ձգտեն դեպի աստվածային կյանք։ Ինչու է սա կարևոր, որովհետև կանացի նվիրվածությունը, գիտեք, այդ իմաստով չէ, ռուսներն են շատ դիպուկ ասել այդ թեմայով, հա, ռուսները իրանք շատ դիպուկ են ասել այդ թեմայով, ինչ են իրանք ասում, չէ, իրանք ասում են «Любовь зла, полюбишь и козла», չէ, որ այդ, ասեք, դա կանայք իրանք իրենց մասին են ասում, չէ, եւ դա ինչի է, այսպես եթե կոպիտ կներեք, էլի կոպիտ արտահայտության համար, բայց դե ասացվածքը իրանք այդ ամբողջ աշխարհը երևի թե կրկնում է ամենադեպս, շատերը այն երկրներից, որոնք շրջապատում են Ռուսաստանը, նրանք տեղյակ են այս ասացվածքից, չէ, ինչի մասին է այստեղ խոսքը, տեսեք օրինակ, մենք շատ ենք խոսում, չէ, դրա մասին, որ այո, իհարկե, կինը ինքը մարմնավորում է էմոցիան, եթե ինքը հոգևոր չի, իր բանականությունը, իր բնությունը էմոցիոնալ է, հա, բայց կինը նույնպես, ինչպես եւ տղամարդը, կինն էլ իր հերթին կարող է լինել տարբեր գունաների, այսինքն գոյավիճակների ազդեցության տակ, ինքը կարող է լինել տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, կրքերի գոյավիճակի եւ առաքինության, չէ՞, եւ այ համապատասխան թե ինչ առաքինության գոյավիճակի մեջ է ինքը գտնվում իր ներքին աշխարհում, իսկ դա ոչ թե իրան պարտադրվում է։ Կենդանիակներին գոյավիճակ չի պարտադրվում։ Կենդանիակները իրենք զարգացնում են գոյավիճակին համապատասխան արժեքային համակարգ, այդ արժեքային համակարգի համաձայն հպվում են նյութական աշխարհի հետ եւ այդ ժամանակ միայն մտնում են այդ գոյավիճակի այդ բանի մեջ, էլի կարիդորի մեջ։ Այսինքն մտնում են օրինաչափության մեջ, որտեղ արդյունքը ինքը արդեն կանխորոշված է։ Եվ տեսեք օրինակ, չէ, կինը ինքը կարող է, կանացի սկզբունքը ինքը կարող է ունենալ ուղղակի հավատարմության որակ։ Եվ հիմա այսպես ասեմ, էլի, բայց եթե ինքը անուղեղ է, ինքը կարող է սիրահարվել, օրինակ, չէ, արատավոր, այսպես հանցավոր ես կասեի նույնիսկ, բնություն ունեցող տղամարդու վրա, չէ, եւ այդ իր հավատարմությունը, այսպես էլի, նվիրաբերել այդ հանցագործին եւ աջակցել նրա բոլոր հանցագործ գործողությունների մեջ։ Հատկապես եթե տղամարդը հանցագործության միջոցով պահում է կնոջ երեխաներին։ Տեսեք, սա ինքը կոչվում է, այդպես էլ եթե տնական լեզվով ասեմ, ինքը կոչվում է անուղեղ նվիրվածություն։ Հիմա այստեղ խոսքը գնում է, որ մաքուր առաքինության մեջ նվիրվածությունը
ինքը առաջնորդ է խնդրում, այդ ամուսինը ինքը առաջնորդ է խնդրում, այդ լավ ամուսին դա նշանակում է առողջ բանականություն է խնդրում, դա ինչու համար, որպեսզի այդ իր հավատարմությունը ամեն արժան ու անարժան կենդանիակների չսփռի, չտա, այլ որպեսզի ինքը միշտ կարողա իրան այդ ուղեկցող բանականությունը միշտ օգնի իրան, որ ինքը ճիշտ օբյեկտներին նվիրաբերի իր նվիրվածությունը։ Հասկանում եք։ Ուրեմն այսպես էլի սովորական կյանքում էլ պիտի հասկանանք, որ եթե կինը ինքը բնությամբ նվիրված է, չէ, բայց եթե ինքը նվիրված է արատավոր ամուսնու, այո, իհարկե ինքը ունի մի հատ ինչ-որ շատ լավ որակ, որը ինքը այդ պահին անուղեղ կերպով օգտագործում է եւ իր ամուսնու հետ կիսելու է կյանքից հետո իր ամուսնու գործած բոլոր ուրեմն հանցավոր գործողությունների պատասխան տալը, այդ համարյա կեսը կինը կիսում է ամուսնու հետ։ Չեթվերտ 30%։ Հասկանում եք։ Բայց իրականում, չէ, եթե կինը ինքը որպես այդ իրան որպես առաջնորդող ուժ, իրան նվիրվածության համար ընտրում է այն տղամարդուն, որը ինքը առաքինի բանականություն ունի, չէ, այդպիսի տղամարդը ինքը առաքինի գործեր է անում եւ կինն էլ իր հետ կիսում է տղամարդու արած առաքինի գործերի բարեպաշտությունը։ Համաձայնվեք, որ սա շատ կարևոր է, չէ, որտեղ մենք ուղղակի նայում ենք, տեսնում ենք, այս սա ինքը բարոյական կին է եւ ինքը հավատարիմ է։ Բայց արեցները նրանք ասում են ոչ, դրանով չի ավարտվում։ Ամենակարևոր հարցը, որը պետք է բարձրացվի, թե այդ հավատարմությունը ում է ծառայում։ Եվ եթե հավատարմությունը ինքը ծառայում է արատին, հա, կամ ասեք կինը ի սկզբանե ընտրել է արատը որպես իր հավատարմության օբյեկտ, ինքը հենց արատի արդյունքներն է ստանալու, այլ ոչ թե հավատարմության։ Հասկանում եք։ Իսկ այս աղջիկները, որպես ծառայող սկզբունք, չէ, այդ իրանց հավատարիմ բնություն համար եկել են Սանկարշանայից լավ ամուսին խնդրելու, այսինքն առողջ բանականություն են խնդրում, որպեսզի երբեք իրենց այդ արժանիքը, որ իրենք ունեն, որ կարող են լինել հավատարիմ, հա, այդ հավատարմությունը չնվիրաբերեն արատավոր կենդանի էակներին, չէ։ Հիմա Վիշնուի օձի վրա պառկելը։ Վիշնուն, երբ որ պառկած է օձի վրա, ինքը իրականում գտնվում է շատ խաղաղ հոգեվիճակում, սամադհիի մեջ, այսինքն ինքը իր մեջ խորասուզված, հա, եւ տեսեք ասենք, չէ, այսինքն դա մի խորասուզվածություն է, մի խաղաղություն է, որը ինքը այսպես տեղի է ունենում այդ անսահմանության բան էլի ֆոնով, անսահմանության ֆոնի վրա, որովհետև տեսեք Արարիչը ինքը հավերժ է, հա, ինքը անսահման է, բայց պիտի արարի ժամանակավոր եւ սահմանափակ աշխարհներ։ Հա, հիմա եւ իսկ Սանկարշանան ինքը այդ պատճառական օվկիանոսի վրա է, ոնց որ բաժանում է, էլի, իր մարմնով ինքը բաժանում է Գերագույն Աստծո ազնվորությանը պատճառական օվկիանոսից։ Հասկանում եք։ Եվ երբ որ ամբողջ տիեզերքները վերանում են, Սանկարշանան ինքը մնում է։ Հա, իսկ երբ որ արդեն արտահայտվում են, ինքը էլի կա։ Հասկանում եք։ Հիմա Եվ երբ որ Վիշնուն ինքը պառկած է Շեշայի վրա, դա իհարկե կերպար է, իմաստ ունեցող կերպար է, որտեղ այդ
հանգստությունը, այդ խաղաղությունը, հասկանում եք, նյութական աշխարհի այդ կարելի ասել հավերժ այդ ղալմաղալ շարժման մեջ, հա, եւ գիտակցությունը դա այն լոժը ոնց է հայերեն, դա այնտեղն է որտեղ պարկում է, հա, գերագույն աստծո ազնվորությունը ինքը գիտակցության մարմնավորումն է, չէ, համել, որտեղ հենց ինքն է, չէ, որ առաջի գիտակցողն է, հա, եւ ինքը պարկում է այդ բանի էլի ժամանակի լոժը ոնց հայերեն ասեմ, մի վարքյան կներեկան մի հատ մահճակալ չէ, նու թարգմանում է մահճակալ, ասեմ մահճակալ, որ իմաստը հասկանաք, չէ, այսինքն գիտակցությունը, հա, ինքը այդ պարկում է այդ ժամանակի մահճակալի վրա, հա, սերը ինքը գերագույն աստծո ազնվորությունը ինքը նաև սիրո մարմնավոր բանն է, չէ, սկզբունքն է, եւ սերը ինքը պարկած է, ուրեմն այդ շեշայի, այսինքն իմաստության այդ բաների, նու կոլցը էլի, այդ կալցոնների վրա, հասկանում եք, չէ, եւ ուրեմն երբ որ մենք ասում ենք Վիշնուն ինքը պարկած է Սանկարշանայի վրա, Սանկարշանան ինքը պատճառական օվկիանոսի, դա ուրեմն այս մի քանի սկզբունքներն են, չէ։ Մենք խոսացինք նրա մասին, որ շատ հաճախ օձերը իրանք արական քաղաքակրթության մեջ դիտարկվում են որպես բան էլի, ժամանակի վրա կամ ժամանակի ղեկավար կամ ժամանակի մարմնավորում, որտեղ Սանկարշանան ինքը ժամանակի մարմնավորումն է, Շեշան ինքը ժամանակի ղեկավարն է, ինքը փոփոխությունների, եթե ժամանակավորի մասին ենք խոսում ենք փոփոխությունների մասին, չէ՞, հա, իսկ գերագույն աստծո ազնվորությունը ինքը այսպես խաղաղ պարկած է այդ օձի վրա։ Եվ ինքը ինչ է ցույց տալիս, ինքը ցույց է տալիս, որ ինքը ժամանակից վեր է, հա, որ ինքը ոչ մի բանին կապված չի, այնպես նրանով ինչով որ այս աշխարհին կապված են կենդանիակները, մենք ինչով ենք կապված այս աշխարհին, վերջնականում, երկու գործոնով, չէ, մենք այս աշխարհին կապված ենք վախով, եւ մենք այս աշխարհին կապված ենք կրքերով, հա, իսկ գերագույն աստծո ազնվորությունը ինքը երբ որ շեշայի վրա է պարկած իմաստության, չէ, այդ բանի, ինքը վեր է այդ ամեն ինչից, հա, մյուս կողմից կարող ենք ասել, որ այդ շեշայի այդ կալցոները իրանք շատ հարմարավետ մահճակալ են Վիշնուի մարմնի համար եւ տաքացնում են Վիշնուին, հասկանում եք, չէ, հիմա ուրեմն կարելի է այսպես եթե ամփոփենք, կարող ենք ասենք, որ օձերը իրանք իրականում, ասենք, արիացիների սուրբ գրվածքների մոտ դա այդ ուրեմն մարմնավորում են, այն ամեն ինչ ինչ որ թաքնված է, այն ամեն ինքը ինչ որ ինքը ցիկլի մեջ է, հա, այն ամեն ինչ որ վտանգավոր է եւ սուրբ է միաժամանակ այդ սկզբունքների ուրեմն մարմնավորումն է ընդհանրապես օձը արիացիների սուրբ գրվածքներում։ Ինչ վերաբերվում է ուրեմն Վիշնուին, որը պարկած է այդ օձի վրա, ուրեմն դա կարելի ասել, որ ներդաշնակության սկզբունքն է գերագույն աստծո ազնվորության եւ նյութական բնության մեջ, չէ՞, այսինքն գիտակցության եւ էներգիայի, հա, ուրեմն ման բիզմոլվիա այդ լռության ինչի մեջ որ գտնվում է Վիշնուն, որտեղ Վիշնուն ինքը սամադքի մեջ է այդտեղ պարկած, չէ, ուրեմն լռության եւ պոտենցիայի, հա, եւ այլն, այսինքն այդ երկակիության։ Եվ ուրեմն մեր առաջի տեքստը ինքը իր մեջ պարունակում էր այդ թեմաները, չէ,
Եվ մենք տեսանք, որ այդ սկզբունքը ութաց բազերով, այսինքն դա նշանակում է այսպես էլի, ամբողջ էությամբ իրանք մտնում են ազատագրման ջրերի մեջ, հասնում են Սանկարշանային, կպտում են նրա մարմնին, այսինքն հայտ են ներկայացնում նրան, որ հիմքի կարիք ունեն, հա, եւ այդ ժամանակ ողորմած Սանկարշանան ինքը կամաց բացում է աչքերը։ Առաջի տեքստը, որը մենք կարդացինք, հա, ուրեմն դա մի քանի բան կարող է այդ տեքստը մենք հիմա քննարկում ենք արդեն, թե ամեն մի տեքստը ինքը ինչ կարող է անել մեր սրտի հետ, չէ՞։ Ուրեմն առաջինը դա նա է, որ մենք այստեղ պետք է հասկանանք, որ իմաստունները իրանք երբ որ խորասուզվում են Գանգեսի ջրերի մեջ, չէ, դա առաջի է այդ որ գլխով, այսինքն կենդանիակը ինքը այդ ազատագրման, նյութական էներգիայից ազատագրման թեմայի մեջ պիտի այսպես ոտքով գլխով խորասուզվի, որպեսզի ստանա ազատագրում։ Եվ միայն ազատագրումը ստանալուց հետո է դա կենդանիակի, որտեղ կենդանիակն է ուզել գա այս աշխարհ, չէ՞։ Հիմա կենդանիակը պիտի չուզի այս աշխարհը։ Հասկանում եք։ Եվ իհարկե, այո, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բոլոր կողմերից օգնություն է ցուցաբերում, բայց ցանկությունը եւ ճիքերը միևնույնը մնում են կենդանիակինը։ Երբ որ կենդանիակը ինքը այդ դա անում է, չէ՞, ինքը հենարան է ստանում, այդ որ իրան սկսում են ուղեկցել դեպի Գերագույն Աստծո ազնվորությունը։ Երկրորդ տեքստը, որը մենք ձեզ հետ քննարկեցինք, դա ուրեմն հնչում էր այսպես, որ կումարները, որոնք իրենք շատ էին լսել Գերագույն Աստծո ազնվորության տրանսցենդենտալ խաղերի մասին, ուրեմն Սանատ Կումարի գլխավորությամբ շատ այսպես մեծ բարձր բանաստեղծության, շատ բարձր տեքստերով սկսեցին գովերքել Սանկարշանային եւ այդ տեքստերը իրանք այսպես թափանցված էին սիրով եւ անկեղծությամբ, չէ՞։ Երբ որ Սանկարշանան ինքը ուրեմն բարձրացրեց իր գլուխները, լսելով իրանք հպվեցին, իսկ Սանատ Կումարները իմաստունները ասեցին մենք հենարանի կարիք ունենք, Սանատ Կումարները իրանք արդեն հրաժարվածներ էին, չէ՞։ Եվ իրանք այդ տիպի հենարանի կարիք չունեին։ Իրանք սկսեցին Սանկարշանային գովերքել։ Ընդհանրապես մենք պետք է հասկանանք, հա, որ գովերքելու մակարդակին կենդանիակը ինքը հասնում է այն ժամանակ, երբ որ ինքնաիրականացում ունի։ Տեսեք, կենդանիակը ինքը բացարձակին նրա բոլոր բառնավորումների հետ միասին առաջին հերթին դիմում է տառապանքից։ Տառապանքի մեջ կենդանիակը չի գովերքում բացարձակը։ Ինքը բացարձակից ինչ-որ բան է խնդրում, կոնկրետ դեպքում պաշտպանություն։ Երկրորդ քայլով կենդանիակը ինքը սկսում է բան անել։ Ասեք, կենդանիակը ինքը սկսում է հոգ տանել իր նյութական բարգավաճության, նյութական երջանկության մասին։ Այդտեղ ինքը ինչ է անում։ Այդտեղ ինքը նույնպես ինչ-որ բան է խնդրում Աստծուց։ Հասկանում եք, երբ որ կենդանիակի մոտիվը ներքին դա նյութական կյանքը կարգավորելու սկզբունքն է, չէ՞, այդ սկզբունքի հիմքի վրա կենդանիակը ինքը չի կարող գովերքել Աստծուն։ Ինքը միայն խնդրում է Աստծուց։ Եվ կարող է շատ-շատ իր աղոթքների մեջ քննարկել Աստծո այն որակները, որի շնորհիվ Գերագույն Աստծո ազնվորությունը կարող է պաշտպանել։ Օրինակ մարդը կարող է ասել. Տեր Աստված, դու ամենակարողն ես։ Հա? Չգիտեմ այդեղ, ում եկել։ Ինձ, չգիտեմ,
մի աման բրինձ կտաս, որտեվ այսօր երեխաները սոված են։ Աստված կարող պահի բոլորիցս։ Հասկանում եք, այսպիսի գովերքում կարող է միայն լինել, հա? Իսկ սանատ գումարները մենք ձեզ հետ կարդացիք, չէ, որ իրանք, ասենք, ինչ կարևոր սկզբունքների մարմնավորումներն էին, չէ, եւ մենք տեսանք, որ սանատ գումարները իրանք, ուրեմն հոգեվոր գիտելիքի, ուրեմն պրակտիկայի, այսինքն յոգայի, բանի, հրաժարման, չէ, եւ ճգնության մարմնավորումներն էին, հա? Հիմա տեսեք, այդպիսի անձնավորությունները իրանք արդեն իրան ներսում ունեն անձնական ուժ, հա? Եվ իրանք կարիք չունեն խնդրելու, թե ես տուր են տուր, որտեվ եթե իրան չէ մի բան պետք է, ինքը կվստի ճգնություններ կանի եւ կստանա այն, ինչ որ ինքը ուզում է։ Հասկանում եք, սերիներս, չէ՞։ Սա շատ կարևոր թեմաներ են։ Հիմա այդ ամեն ինչի մեջ, չէ՞, ուրեմն բաները, ասեք, սանատ գումարները, իրանք աղոթք մատուցեցին։ Հասկան, իրանք արդեն գովերքում էին Աստծուն։ Ուրեմն մեկը հենարան, ասեց ես հենարանի կարիք ունեմ, մյուսը սկսեց գովերքել, եւ Սանկարշանան ինքը կամաց մեդիտացիայի մեջից դուրս եկավ եւ ուրեմն սկսեց բացել իր աչքերը, չկա մենք հասկանում ենք, չէ՞։ Ուրեմն այս տեքստը ինքը առաջի հերթին բան էլի, հենց դա է մարմնավորում, թե ինչպիսի հոգեվիճակով կամ այդ որ կենդանիակներն են, որ դիպչելով Գերագույն Աստվածնավորությանը, հա, կարողանան այնպես դիպչել, որ Գերագույն Աստվածնավորությունը կամ իմինը Սանկարշանան, ոչ թե Գերագույն Աստվածնավորությունը, կներեք էլի, իմինը Սանկարշանան, դե ինքն էլ է Աստծո մարմնավորումը, բայց մեկ է։ Իմինը Սանկարշանան, հա, ինքը ուշադրություն դարձնի կենդանիակին, որտեղ ինքը ինչն էր, ինքը դեպի Գերագույն Աստվածնավորություն տանող ուժն էր։ Հա, ուրեմն այդ դրա համար իրան պիտի կպնեն իմաստությամբ, հա, եւ մաքրությամբ, որը իր մեջ պարունակում է այդ ներքին ուժ, վճռականություն դեպի բացարձակը գնալու, հա, եւ վերջի բանը, որ տեքստը քննարկեց, դա նա էր, որ ինքը այդ իր փայլով, ուրեմն երբ որ իր գլուխները բարձրացրեց, իր վրա գլխների վրա թագեր են դրած տարբեր մեծ քարերով, այդ քարերը դրանք լույս են արձակում, հա, եւ ինքը այդ լույսը տարածեց իր շուրջը։ Սա իրականում շատ բացառիկ երևույթ է, երբ որ Գերագույն Աստվածնավորությունը ինքը սիրուն պատասխանում է այդ իր փայլատակող բնությամբ, չէ՞։ Եվ գումարները, որոնք իրանք մարմնավորում են այդ մանկական, հա, այդ սեռական ցանկությամբ չպղծված մարմիններին են տիրապետում, հա, եւ իրանք ոչ միայն հոգևոր գիտելիք ունեն, հա, բայց այդ գովերքելը դա արդեն նշանակում է, որ իրանց սիրտն էլ է փափկած։ Այսինքն ինչ-որ բան կա, որ իրանք օրինակ սիրում են Սանկարշանայի մեջ, որտեղ գովերքելու համար, չէ, այդ ասկետիզմը էսենեն ինքը գովերքելու չի բերում։ Մենակ սիրտը պիտի կապված լինի, որ կենդանիակը ինքը կարողանա գովերքի Աստծուն։ Հասկանում եք, ասես մաքուր գովերքի, հա, եւ որ այդ գովերքումը ինքը տեղի ունեցավ այդ սեքսից ազատ տղաների կողմից, չէ, Սանկարշանան ինքը ուրեմն բան եղավ, դուրս եկավ իր այդ հանգիստ վիճակից, չէ, եւ այսպես լուսավորեց ամբողջ շրջապատը։ Եվ կարծում եմ, որ վաղը մենք ձեզ հետ արդեն կտեսնենք, թե ինքը ինչպես տարածեց իմաստունների եւ գումարների վրա իր ողորմածությունը։ Հա, ուրեմն, եթե մենք արդեն խոսում ենք հոգեբանության տեսանկյունից, գումարները, որոնք այստեղ նորից թվարկվեցին,
Եկ արդեն խոսացել ենք, որ դա կենթանի ակի, գիտեք ոնց է, դա այն ինչ որ հոգեբանները ասում են внутренний ребенок, հա, այն ինչ որ դեռ պղծված չի, նյութական փորձով, հա, եւ այստեղ գնում է խոսքը այդ սիրուց, այդ մաքրության հիմքի վրա, սիրուց գովերքելու ունակության մասին։ Եվ սա ինքը վիճակի մասին է խոսում, որը ինքը ուղակի գիտելիքից, բանալեզվով ասեմ, որ հասկանաք, ուղակի գյանայից, հա, տարբերվող երևույթ է, որտեղ երբ որ կա որակի գովերքում, դա արդեն բակտին է։ Հա, ուրեմն այստեղ խոսացում է նրա մասին, որ գումարները իրանք արդեն իրանք սիրտի մեջ ոչ միայն իմաստություն ունեին, այլ եւ սեր ունեին։ Հա, հիմա Շեշայի, ուրեմն այդ հազարավոր գլուխները իրանք ցույց են տալիս գիտակցության մնակամերность։ Չեմ կարող ասեմ։ Բազմաչափություն, հա, այդ գիտակցության բազմաչափությունն է ցույց տալիս, որ կենթանիակի գիտակցությունը ինքը ինչքան բազմազան հնարավորություններ ունի իրականում, չէ, եւ երբ որ խոսքը գնաց արդեն բանի մասին, որ ինքը իր քարերի այդ լույսը տարածեց իր շրջապատում, ընդհանրապես երբ որ խոսքը գնում է լուսավորվածության մասին, խոսքը միշտ գնում է ճշմարտության մասին, որտեղ քանի դեռ կա մութը, ինչ-որ բաներ մնում են մութ, մենք չենք ընկալում, բայց հենց որ կա լույսը, ամեն ինչ ընկալվում է, չէ՞։ Հիմա, ինչ վերաբերվում է ուրեմն բանի հետ կապված, անարդաների, այսինքն սրտի կեղտոտվածության հետ կապված, չէ՞։ Ուրեմն այստեղ խոսքը կարող է գնալ մեր համար դեռ շատ, կարծում եմ, որ իմ լսողների համար հատկապես, որտեղ դուք դեռ շատ չեք, շատ քիչ եք, բայց եւ բանել չեք, հմուտել չեք այս գիտելիքի մեջ, եւ սա արդեն ձեր համար չի, բայց իրականում այս տեքստը ինքը իր մեջ պարունակում է այդ տրամադրությունը, չէ, որ երբ որ մենք լսում ենք տեքստերը, որ իմաստունները, այսինքն նրանք ովքեր ճիքեր են գործադրել, որպեսզի իմաստուններ դառնան, ուսումնասիրել են, բանի հրաժարման մեջ են ապրել, չէ, իրանք ազատագրման գետի միջոցով, այսպես լրիվ խորասուզված այդ ազատագրման թեմաների մեջ, այսինքն այս մենք process-ը մենակ որ կարդացինք, չէ, ինքը շատ կարևոր սրտի կեղտոտվածության հետ է աշխատում, հպարտության, որը գալիս է գիտելիքից, որտեղ մարդը ինքը ուղղակի նստած իր տանը տաք պայմաններում վերցնում է սուրբ գրվածքը, կարդում է գիրք, ինչ-որ իմաստություն է ձեռք բերում եւ միշտ պետք է հետևել, որ այդ իմաստության հետ միասին երբեք չզարգանա գոռոզությունը։ Այդ գոռոզությունը ինքը իմիջիալոց շատ խորամանկ տեսքեր կարող է ընդունել, որովհետև հոգևոր կեղծարարները իրենք կարող են շատ համեստի, այսպես շեշտված, այ որ դուք տեսնում եք, որ մարդը ինքը շեշտված համեստություն է ցուցաբերում, չէ, դա միշտ նշանակում է, որ այդ համեստությունը ինքը խաղում է, որովհետև իրականում, չէ, իրականում, մի հատ գաղտնիք ասեմ, էլի, իրական համեստությունը հոգևոր կյանքում ինքը շատ աննկատ է, որտեղ ինչ է նշանակում համեստություն։ Համեստությունը դա միշտ նշանակում է, որ անձնավորությունը, երբ որ ինչ-որ մի բան է անում, ինքը դա այնպես է անում, որ ոչ մեկ ոչ էլ նկատում է, որ դա արեց ինքը։ Որովհետև ինքը փառքի, դիրքի, եսի միջի կարիք չունի։ Հասկանում եք, դրա համար իրական համեստությունը ինքը աննկատ է։ Շատ-շատ 80% դեպքերում ինքը աննկատ է։ Հա, երբ որ համեստությունը ինքը դեմոնստրացիա է արվում, որպեսզի ձեզ համոզեն, որ դուք տեսնեք, որ ինքը համեստ է, հա,
Այդ դա միանգամից նշանակում է, որ ինքը ուղղակի ճիշտ խոսքեր է ասում եւ այդ ճիշտ խոսքերի տակ իրականում ոչ մի լուրջ տրամադրություն ուղղակի չկա։ Հասկանում եք սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն սա առաջինը, երկրորդը մենք տեսանք, որ գումարները, որոնք իրանք այդ հրաժարման սիմվոլներն են, երբ որ իրանք Սանկարշանային հանդիպեցին, այդ որ ասեց իրանք սկսեցին գովերքել, հա, այսինքն այդ գովերքելու process-ը, որ իրականում այդ ամենաբարձր ինքն է իրականացում, ամենաբարձր հրաժարում ունեցողը, ինքը չպետք է լինի էմոցիոնալ չոր, որտեղ շատ հաճախ նրանք, ովքեր զբաղվում են իմպերսոնալ պրակտիկայով, իրանք ոչնչացնում են իրանց մեջ էմոցիոնալ չորությունը, չէ՞։ Տեսեք, տղամարդիկ իրենց բնությամբ, որ պետք է բանականության վրա հենված լինեն եւ պետք է ուժեղի տպավորություն ստեղծեն, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, որտեղ հասարակություններում տիրում է կամ բռնությունը կամ մրցակցությունը, եւ տղամարդը պետք է կարողանա, այսինքն այնտեղ հենց դուրս է գալիս տնից, մեր ժամանակներում տղամարդը հենց դուրս է գալիս տնից, ինքը հայտնվում է երկու դաշտում, ինքը կամ բռնացողներից է, կամ բռնաբարվողներից, կամ մրցակցության մեջ հաղթողներից է, հա, կամ վախից արդեն ոչ էլ մրցակցության մեջ մտնող։ Սա մեր ժամանակի, ուրեմն բանն է, այսպես բնորոշ բանն է, չէ՞։ Եվ երբ որ տղամարդը ինքը այդ իրականությունն է ստեղծում, դա էլ ասենք համապատասխան տղամարդիկ են, չէ՞, ստեղծում այդ իրականությունը, ինչպես եւ կանայք են իրաց դաշտում, չէ՞։ Երբ որ դա այդպիսի իրականություն է ստեղծում, այդ պարագայում տղամարդու ամենամեծ, այսպես թուլությունը դառնում է էմոցիան։ Եվ տղամարդիկ իրանք աստվածամերժության դարաշրջանում այդքան տառապանքներ են պատճառում կանանց, որտեղ էմոցիայից են վախենում։ Ինչու՞։ Որովհետև հենց որ իրանք դուրս եկան եւ բռնակալները կամ մրցակցողները այդ հոտը առան, որ ինքը էմոցիա ունի, իրան անմիջապես ընկալում են որպես թույլ տղամարդ։ Ուրեմն ուրիշ տղամարդկանց առաջ ուժեղ երևալու համար տղամարդը ամբողջ աստվածամերժության պատմության ընթացքում անասելի տառապանքների է ենթարկում կնոջը։ Իդեմս կնոջը պայքարելով էմոցիայի դեմ։ Հասկանում եք։ Հիմա իսկ այստեղ նկարագրվում է, որ ամենաբարձր հրաժարում ու մաքրություն ունեցող տղամարդը ինքը ունի փափուկ սիրտ, որով ինքը կարողանում է սեր արտահայտել, որտեղ գովերքել դա նշանակում է իրանք սեր էին արտահայտում, հա, եւ սա այդ բանն է հանում, որ կենդանիակը ինքը չպետք է չոր լինի, հասկանում եք, հա, հիմա ասվում է, որ իրականում չակրաները երբ որ նկարագրվում են, Սահասրարա չակրան ինքը հազարաթերթիկ լոտոսի ծաղիկի է նման։ Եվ այդ հազարաթերթիկը ինքը ցույց է տալիս կենդանիակների գիտակցության հարստությունը, այդ մագամերն է, էլի, որ իրանք ինչքան բազմազան կարող են գիտակցող լինել։ Հասկացաք։ Հիմա եւ ասենք, չէ, բաները Սանկարշանայի այդ դուրս գալը, որ ինքը դուրս եկավ այդ իր տրանսի վիճակից եւ ուշադրություն դարձվի, չէ, ինքը ցույց է տալիս, թե ինչն է Վիշնուի դիրքը, ինքը ցույց է տալիս, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ որ խորասուզված է իր մեջ մշտական սամաթքի մեջ է գտնվում, չէ՞։ Բանն է, էլի, ոնց ասեմ, վերջնականում դա իր անտարբերությունն է, էլի, լռությունն է, ոչ թե անտարբերությունը, այլ լռությունը նյութական աշխարհի հանդեպ։ Չէ՞ որ Գերոնքին էլ է, չէ, ինքը
լռությունը նյութական աշխարհի հանդեպ, հասկանում եք, եւ այդ տրանսֆորմացիան ենք մենք տեսնում, որ Գերագույն Աստծո ազնվորությունը եւ Սանկարշանը տվյալ դեպքում, չէ, ինքը դուրս է գալիս այդ անտարբերության վիճակում, երբ իմաստությամբ հենց իր մոտ հիմք են ման գալի, ոչ թե որ նյութական աշխարհը վայելեն, ոչ թե որ նյութական աշխարհից պաշտպանված լինեն, այլ հիմք են ման գալի, որ իրականացվեն։ Ու այդ ժամանակ է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իսկականից այսպես բան է անում եւ ինքը այդ ժամանակ է, որ ինքը այդ ուրիշ մակարդակի էլի, ուրիշ հոգևոր տրամադրությունների մեջ պատասխանատվություն է վերցնում իր վրա, ուրեմն որպեսի արձագանքի, այդպիսի անկեղծ, որ իրան այդպես անկեղծ դիմում են։ Հասկանում եք։ Եվ ուրեմն տեքստը, վերջի թեման, որը մենք այստեղ պիտի քննարկենք, դա նա է, որ տեքստը ինքը, ինչպես միշտ, կարող է սխալ ընկալվել, եւ սխալ ընկալումը դա միշտ արտաքին ընկալումն է։ Այսինքն, երբ որ օրինակ բաները, քարերը Սանկարշանայի գլխին ընկալվում են ուղղակի որպես զարդ, այլ ոչ թե որպես լուսավորության սիմվոլ, չէ՞։ Երբ որ կումարները իրենք այսպես բառացի ընկալվում են որպես փոքր երեխաներ եւ չի ընկալվում նրանց ներքին իմաստը, որ իրականում իրանք Տեր Բրահմայի են այսինքն տիեզերքի արարման ամենասկզբի պահից իրանք կան, բայց ամենավերջի պահին էլ 5 տարեկան երեխայի մարմին ունեն, հա։ Կամ ասենք ընկալել Սանկարշանային որպես առանձին ինչ-որ մի երևույթ, որպես օձ, այլ ոչ թե այդ բացարձակ ճշմարտության ինչ-որ ասպեկտ։ Եվ եթե այդպեսի ընկալում է լինում, տեսեք միանգամից ամեն ինչը դարձավ արտաքին, չէ, այսինքն պարզ է դառնում, որ այդպիսի ընկալման ժամանակ կենդանիակը չի կարող այս տեքստից ստանալ հոգևոր արդյունք։ Հասկանում եք։ Հա, ուրեմն, եթե մենք փորձենք ամփոփենք այս երկու տեքստերը, սա գիտելիքի եւ նվիրվածության մեջ կամուրջի տեքստեր են, տղամարդկային եւ կալացի սկզբունքի տեքստեր են, մենք քննարկեցինք օծի աղջիկներին եւ թե ինչ են իրանք խնդրում, չէ՞, եւ ուրեմն սա Սանկարշանայի, այսինքն այդ դեպի Աստված տանող կենդանի Աստծո մարմնավորման նախնական, ասես հիմնական տրամադրություններից մեկը ընկալելու տեքստ էր, որտեղ ինքը արձագանքում է կենդանիակների սիրուն, այսինքն կենդանիակը ինքը կարող է հոգևոր կյանքի հոգևոր արդյունքներ ստանալ միայն այն պարագայում, երբ որ ինքը բան է անում, արդեն ունի այդ ցանկությունը գնալ առ Աստված։ Եվ այսօր այսքան, սիրելիներս, ստեսություն։